Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Բարև ձեզ։ Կրկին եթերում ծովից ծով Կիրակտորյա փոդքասթն է եւ ձեզ հետ են Ռուբեն Մելիքյանը Հայաստանից, Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից։ Բարև ձեզ սիրելի դիտողներ, մենք մի հաղորդում բաց ենք թողել, այս անգամ հաճելի է կրկին ձեր հետ շփվելը։ Դե բայց հենց հենց բաց չենք թողել այդ հաղորդումը։ Բացատրի խնդրում եմ։ Գյումրվա ընտրությունների արդեն այսպես հուսով եմ, որ պատմական ինչ-որ մի օր կորակվեն այս ընտրությունները, որովհետև երկար ժամանակ հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նիկոլականները շատ լուրջ ռեպուտացիոն հարված սրանով կրեցին։ Հույս ունենանք սա առիթ կհանդիսանա զարգացումների նաև Երևանում, ամեն դեպքում այդ օրն էր անտիֆեյքի տղաները մեգա լայվ էին կազմակերպել 14.5 ժամ ուղիղ եթերում, այդ օրը չգիտեմ ձևաչափը ոնց էր կոչվում, իմն էր կոչվում, թե հենց պարզապես լայվ էր կոչվում, այն աշճան, որ վերջում, երբ որ ես Գյումրիից վերադարձա, մի փոքր էլ ես տենց նստեցի նավախտու, այսպես վերջի 1 ժամվա ընթացքում, որովհետև տղաների վիճակը մեղմ ասած շատ հոգնած էին, լավ ուղիղ ասեմ, եւ փորձեցինք ամփոփել մտրության արդեն իսկ եկող արդյունքները եւ բավական հետաքրքիր օր էր։ Դու հետևում էիր աղասատեղից։ Չէ հետևում, մեր մոտ մենք այս անցած շաբաթվա մեջ ուրիշ կատաստրոֆաների մեջ ենք, ասենք ես, հետևում էի այնքան, ինչքան կարողանում էի, չէի կարողանում։ Մեր մոտ գիտես ամերիկյան պատերազմը հայտարարեց աշխարհին, առևտրական պատերազմ, չգիտեմ եթե այսօր ժամանակը լինի այդ մասերին կխոսենք, բայց վերադառնանք իհարկե կենտրոնանանք Գյումրիի վրա։ Այդպես դու ասացիր, որ Գյումրիի ընտրությունները կարող են ունենալ համապետական նշանակություն, որովհետև, բայց ես կարծում եմ, որ Գյումրիի ընտրությունների նշանակությունը գերկարևորեց Նիկոլը, չափազանց մեծ ուշադրություն դրան դարձրեց, ինչը իմ համար օրինակ անհասկանալի է։ Գիտես, ես քեզ ավելի շատ կդիմեմ, հա, երևի որովհետև դու նախ այստեղ այդ ամեն ինչի ուղիղ չեմ հետևել, երկրորդ դու այդ ամեն ինչի ականատեսն ես, ինչ որ process-երի նաև մասնակից, հա, եւ այդ առումով քեզանից ավելի շատ մեկնաբանություններ կխնդրեմ։ Հիմա հարցս հետեւյալն է։ Գիտես, սովորաբար ով, բայց իշխանությունները շատ լավ են տիրապետում ռեյտինգներին, տարբեր տեսակի ստատիստիկային եւ այլն։ Արդյոք Նիկոլը չգիտեր, թե որն է իր վիճակը։ Ինչի այս ընթացքում, հա, չեք կարող Գյումրին ասել համարել մի երկրորդական ընտրություն, ինչի այսքան կենտրոնացավ նրա վրա։ Արդյոք իր համար պարզ չէ, որ այնտեղ ոչ մի հաջողության չի հասնելու։ Ինչը որն է քո կարծիքը։ Вообще-то մի քիչ քաղաքագետ պետք է լինել այս հարցին պատասխանելու համար, ինչը ես չեմ, բայց ես տենց դիլետանտական տեսանկյունից հարցին պատասխանեմ։ Կարծում եմ ինքը հույս ուներ, որ 2 գործոնների, կամ նույնիսկ 3 գործոնների ներգրավմամբ ընտրարշավի ընթացքում կարողանա տեղը բերել։ Այսինքն վատ վիճակից հասնել լավ վիճակի։ Գործոն առաջին, ինքը հույս ուներ, որ կարողանալու է օգտագործել նախկիններ թալան ինչ-որ այս իր սիրած խաղակարտը ընտրարշավի ընթացքում։ Երկրորդ, ինքը հույս ուներ, որ ՔՊԻ ԺՊ-ն, Սարիկ Մինասյանը ուներ այնպիսի լավ համարում Գյումրիում, որ կարող էր Սարիկ Մինասյանի անձնական դրական ընկալումը գերակշռեր նրա ՔՊ-ական պիտակին կամ տիտղոսին։ Երկրորդ։ Երրորդ, այնուհանդերձ այստեղ ընտրակաշառքի գործոն կար, այսինքն լինելով քաղաքապետ, ճակերտավոր ասած օրենքով մարդկանց լավություններ աներ, լավություններից բացի խոստումներ տար եւ հույս ունենար, որ գյումրեցիները այդ տարբերակին կտրվեն։ Եվ վերջապես, լավ, 4-րդն էլ գումարենք, 4-րդն էլ այն էր, կարծում եմ, որ հույս ուներ Երևանյան գամբիթ, այսպես ասենք, կիրառել, անցկացնել նաեւ իրենց հետ սերտորեն ասոցացվող Եվրո ուժին, Արամ Եվրոյի Սաքսյան, մյուս տես Տիգրան Եվրոյի Խզմալյան, այդ բոլորը եկել էին,
Արման Եվրոյի Բաբաջանյան, այդ բոլորը ընտրել էին իրենց Լևոնին որպես տեխնացու եւ ինչ որ առումով կարող էր խաղարկվել Երևանի տարբերակը մի հատ դաշինք, մի երկու պատգամավոր եմ ասում, հավաքանու անդամ իրենց կողմը գրավել եւ այլն, այսինքն այսպիսի հույսեր կարծում եմ սկզբնական փուլում նրանք ունեին, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությամբ մտրարշավի սկիզբը ստարտը չէին ազդարարի եւ հիմա սա այս քաղաքային պարտությունը քաղաքական պարտության չէր վերածվի։ Հիմա տես ես մի ուրիշ վարկած առաջ քաշեմ, հա, որ համաձայն որի այս ամեն ինչը Նիկոլի համար, այսպես ասենք, win-win game էր։ Այսինքն ամեն դեպքում նա շահած էր դուրս գալիս։ Այսինքն եթե կհաղթեր, շատ լավ ցույց կտար, թե ինչքան հզոր է ԿՊ-ն, ուրեմն Հայաստանում մեկ, հա, իսկ եթե պարտվեր, ի՞նչ է նա ասելու։ Եվ շուտով ես կարծում եմ, այս նարատիվը կմտնի շրջանառության մեջ։ Ասել է, որ տեսակ Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել։ Թեկուզ մեկ առանձին վերցրած քաղաքում։ Այսինքն, գիտես, արդեն իսկ պատտվում է, չէ՞ այդ գաղափարը, որ եկեք սպասենք ընտրություններին, ընտրությունները կգան, ընտրությունները կլինեն լավը, ընտրությունները կլինեն արդար, կարևորն է նա, որ ձայն չտանք Նիկոլին, ձայն տանք մյուս ուժերին, բայց հիմա պետք է մենք նստենք, խելոք սպասենք մինչև 26 թվականին։ Ինչ ես կարծում, սա տեղի ունի, թե չէ, կաշխատի սա, թե չէ։ Ես կարծում եմ, այս գործոնն էլ է եղել, որ ընտրությունների ինստիտուտի լեգիտիմացում տեղի ունենա, բայց սրա մասին մենք հիմա կարող ենք խոսել, շատերն են արդեն ասում, հա, տեսակ ընտրություններով հնարավոր էր եւ այլն։ Ես ինչքան էլ զարմանալի հնչի, իմ համար այն մոտեցումը, որ ընտրություններով հնարավոր չի, ոչ թե ամրապնդվեց, ներողություն, ոչ թե թուլացավ իմ մոտ, այլ ընդհակառակը ամրապնդվեց այն մոտեցումը, որ ընտրություններով հնարավոր չի։ Այսինքն այն մոտեցումը, որ ընտրությունները այն գործիքը չեն, որով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Բացատրեմ թե ինչու։ Առաջին, Նիկոլ Փաշինյանը ցանկացած ընտրության նայում է դրա պիտանիության կարևորության տեսանկյունից։ Տեսեք, օրինակ Երևանի ընտրություններում ընթացքում կարող է շատ ընտրախախտում չարեց, բայց վերջում մանդատագողությամբ իր խնդիրը լուծեց։ Այսինքն իրանք միշտ ունեն պլան B։ Այստեղ կարող է այդ տարբերակներին գնալ, հələ ժամանակ կա մինչև ապրիլի 16-ը, մենք չգիտենք մինչև ապրիլի 16-ը, ի դեպ չի ինչ է լինելու։ Ես հենց այդ նույն եթերի ժամանակ, երբ որ այդ անտիֆեյքի տղաները հիմնեմնի հատուկ եթեր էին անում ոնց որ թե այդ օրը, ես այդ 3 ռիսկերի մասին ասացի։ Բողոքարկման ռիսկ 1, տարբեր ավականու անդամներին ձերբակալելու կալանավորելու ռիսկ եւ մանդատագողության ռիսկ, այսինքն տուպը իրանց կողմը գրավելու ոնց որ տեղի ունեցավ Երևանում ընդդիմադիր ուժերից մեկի երկու ավականու անդամների, այն դոգի կուսակցությունից երկու հոգի, մեկ էլ հոպլա, ասենց անցան մենք հիշում ենք։ Ես կարծում եմ իշխանությունը դեռ այս սցենարները կողք չի դրել։ Այսինքն մենք դեռ չգիտենք, դեռ ընդդիմադիր քաղաքապետ մենք չունենք։ Եվ երկրորդը ես կարծում եմ, որ որոշակի սցենարներ կարող են լինել ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում։ Օրինակ ինչ որ բյուջետային հատկացումների կրճատում, խնդիրներ եւ այլն եւ գուցե սա նաեւ Նիկոլ Փաշինյանը օգտագործի որպես օրինակ, որ տեսեք, որ ասում էին նախկինները, որ հետ գան, սենց մենք այդքան մեծ վստահություն ունենալ չենք կարող իրականում, եթե անկեղծ լինենք։ Մեր խնդիրը ընդհանրեն էր, որպեսզի ԿՊ-ը զերծվի, ոնց որ թե դրա լուծումը գտնվեց։ Մեծ բարդ ճանապարհի արդյունքում դրա մասն էլ կարծում կարող խոսենք, բայց դեռ մենք չգիտենք, թե Վարդան Ղուկասյանը արդյոք այլ Վարդան Ղուկասյան կլինի 2025 թվականին, թե հին Վարդան Ղուկասյանը կլինի, որի հետ բազմաթիվ հարցեր կային։ Գուցե ԿՊ-ն նաև որպես այդ քո ասած win-win game-ի մաս օգտագործի նաև այս տարբերակը, որ հələ մի հատ թող մի քիչ աշխատեն, տեսնենք։ Շարքային գյումրեցիները ինչպես սա կդիտեն։ Եվ վերջապես ամենակարևորը ասեմ։ Ես այնտեղ տեսա ուղղակի իրավապահ ճակերտավոր բեսպրեդել։ Եվ ես այնտեղ տեսա նոր գործիքակազմի փորձարկում։ Այսինքն մարդիկ ինչ են անում։ 90 անց ստատիկ
75 տարեկան տատիկ եւ այլն վատ ձևով ձերբակալում են, կալանավորում են, փաստաբանների մուտքը արգելում են, ստեղծում են մի հատ միֆ ընտրակաշառքների մասին, բառից բուն իմաստով միֆ ընտրակաշառքների մասին ու սկսում են դա շրջանառել։ Իրականում մեղադրանքը այդ տատիկներին ընդհանրապես փողի հետ կապ չուներ, մինչդեռ մեր քաղաքացիները երբ ընտրակաշառք են լսում, շատ տրամաբանորեն մտածում են, որ ինչ-որ միտեղ մարդիկ ինչ-որ փող են բաժանում եւ տենց ասում են, որ այս ինչ մարդուն ընտրի կամ այսպես։ Սա է ընտրակաշառքի ընկալումը։ Երբ որ դու տեսնում ես, որ այն պաշտոնական գալստուկ հակած մեկը ասում է, բաժանվել են ընտրակաշառքներ, մեղադրվում են այս ինչ, դու միանգամից դրա մասին ես մտածում, չես մտածում դրա մասին, որ կարող է ինչ-որ մի տատիկ, որը որ 40,000 դրամով է ապրում, ջուր չունի, գազ չունի, գնացել իր ծանոթին, անկախ ամեն ինչից, մարդիկ 100 տարվա ծանոթներ են։ Դիմել է, խնդրել է, ասել է, «Էսից ջան, դու կապեր ունես, կարաս մի բան անես, ջրից հարցը լուծվի»։ Այդ մարդն էլ փորձել է այս մարդուն օգնել, որևէ ֆինանսական բովանդակություն այդ պահին չի եղել, եւ միաժամանակ, որպես զուգահեռ process, խնդրել է զբաղվել ընտրությունների, այսպես իրենց տեխնացուի քարոզարշավը, որոնք որ զուգահեռ process են ժամանակային առումով էլ չեն համընկնում։ Այսինքն էսա, եթե սա հանցանք է, օքեյ, մեր աչքի առաջ այդ այսպես է կոչվում, խոստում ընդունել ընտրակաշառքի այս տեսակն է, դա էլ է համարվում օրենքով ընտրակաշառք։ Խոստում ընդունել, որ ես, ասենք, քո ջրագծի փորելու 15,000 դրամը կտամ։ Ընդ որում նորից ասեմ, երկուսն էլ մերժում են, չեն ընդունում դա։ Բայց այդ է քննչականի վարկածը։ Քննչականը վարկած չունի, որ փող են բաժանել, էսա ամբողջ հարցը։ Բայց ընտրակաշառք են ասում եւ պատտում են։ Հիմա այս բանը ավարտեմ։ Ինչ է ստացվում, որ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ, այդ թվում նաեւ 90 տարեկան տատիկ ձերբակալեն, որին լավ է որ ոչ շատ երկար ժամանակ հետո բաց են թողել։ Հայաստանի պատմության մեջ դες բան հաստատ չի եղել։ 90-անց տատիկ ձերբակալության դեպք ես ինչ Ստալինի վաղ եղել է թե չի եղել։ Ես իրականում նոր մտածեցի, որ պետք է հետաքրքրվել։ Ստալինի ժամանակ 90-անց տատիկ ձերբակալած եղել են թե չէ։ Ընտրակաշառքի համար հաստատ ասում ենք, չի լինում սենց բան, այ ախպեր։ Տես, սա մեկ։ Երկրորդը փորձարկեցին են, որ ուղակի ընտրություններին մասնակցող, տեխնացու հանդիսացող մարդուն կարան գողանան տանել եւ պրավալ տանես ամեն ինչը։ Երրորդ ընտրարշավի ժամանակ կատարվածները։ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ, որ մի օր ընտրարշավից իրանից վերցրեցին մի հատ այսպես ներողություն էլ չասեցին։ Ընտրություններից առաջ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այդ անբարոյական իբր թե զենք են փնտրում, բնականաբար զենք չեն գտել, մի հատ ներողություն էլ չասեցին։ Մարտուն Գրիգորյանի հոր որդու նկատմամբ, այսինքն այստեղ ինչ որ գործիքակազմ է փորձարկվում, որ հաստատ 2026 թվականի ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ռեալ վտանգ սպառնա, այս մարդիկ կանգ չեն առնի դրանք օգտագործելու հարցում։ Կանգ չեն առնի, այ ժողովուրդ ջան։ Այսինքն ես կարող եմ այսպես որպես հետևություն կամ որպես այս ամեն ինչի, այսպես ասենք, անտիդոտ, նշել, որ եթե Հայաստանում ուզում եք ընտրություններով մի բան լինի, անհրաժեշտ է, որ այդ ժամանակ ուժայինները չլինեն իշխանության, այսինքն Նիկոլի իշխանության տակ։ Այսինքն պետք է Հայաստանում սկզբում փոխվի իշխանությունը, հետո նոր ուրեմն ընտրություններ։ Դե հա հենց այդ է հարցը։ Ես կարծում եմ, սա է, չէ՞։ Բայց իսկապես քաղաքական իմաստը որ չի արվում, այսքան ժամանակ, այդքան լուրջ խնդրեմ, օրինակ փաստաբանի հասանելիության։ Եվ հետո պարզ էր, որ այդ մարդկանց առանց փաստաբանի հարցաքննելու են։ Ինչ որ առումով նաև լավ էր, որ բոլորի համար հասկանալի դարձավ, իրենց համար առնվազն, որ այստեղ իրենց մտածածը չի, փող բաժանելու խնդիր չի եղել։ Լավ, դրա քաղաքական իմաստը դու փաստորեն դրա քաղաքական իմաստը տեսնում ես, չէ՞ 90-անց տատիկին ձերբակալելու քաղաքական իմաստը դու տեսնում ես ուղղակի գործիքակազմի փորձարկում, հա որպես։ Փորձարկում, հա, փորձարկում, որովհետև գիտես ցույց տալը նաև են, որ ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, որ այս մարդիկ լավ էլ իրավապահ համակարգը ծառայում է իշխող ուժին, այդ նույն հենց հետ ասա։ Հիշում ես, որ փայտի խոստում էր տալի ուղիղ եթերում։ Էլ ես իմիջ օպերատիվ նկարահանում բան չկար։ Սարիկ այդ ոնց եղավ նույն բանի համար Սարիկի նկատմամբ քրեական հետապնդում չեղավ։ Շատ կներեք այն մյուս տատիկին խոսք էր տալի, որ առողջ թաղելու է։ Հիշում եք, դա էլ էր ուղիղ եթերը։ Վատեց խոստումներ էր տալի այդ մարդը։ Հիմա եթե դա հանցանք է, ախպեր իրան էլ դատեք։ Եթե հանցանք չի, այս տատիկներին ինչ եք տանջում։
Ես մի ուրիշ բան եմ ուզում ասեմ այս ընտրությունների հետ կապված, հա, հետաքրքիր առանձնահատկություններ, որ ուրեմն Վարդան Ղուկասյանը ընտրություններից հետո իր քայլերը բացատրում էր հետևյալով. ասում էր, բա որ ինձ նստացնեն, այս հենց կլինի, բա որ ինձ նստացնեն։ Այսինքն ես առաջ անգամ ճիշտ ասած նման դեպք հիշում, որ ընտրություններին մարդիկ նայում են ակնկալիքով, որ իրենց նստացնելու է, եւ ուրեմն ըստ այդմ իրենց քայլերը պետք է այնպեսի լինեն, որ անգամ իրենց նստացնելու դեպքում, չգիտեմ, չասեմ քաղաքական կուրսը, բայց ամեն դեպքում մեծ փոփոխություններ չկրի իրենց հաղթանակը։ Հիշում ես դու այդպեսի դեպք, որ մարդիկ ասեն, բա որ ինձ տրամաբանական է, նստացնեն։ Վանաձորի դեպքում մեր աչքի առաջ, հա, այդ դեպքի լույսի ներքո տրամաբանական է այդպես մտածելը։ Հիշեցնենք նորից, որ եթե բողոքարկում դատական ինչ որ էլի Վանաձորի սցենարով չգնան, հիշում ես, այն ժամանակ Էդմոն Մարուկյանենք ծառայություն մատուցեցին իշխանություններին, բողոքարկում արեցին, որով ավելի ուշ եղավ առաջին նիստը։ Այս անգամ ոնց որ թե տես բան չկա, որտեվ Մարտուն Գրիգորյանի այդ ուշացման պատճառով ես չեմ կարծում, որ սա մտածված է եղել, բայց այսպես side effect-ներից մեկը, օժանդակ հետևանքներից մեկը այն եղավ, որ այդ բոլոր ուժերը ըստ էության ընդունեցին արդյունքները ու հիմա անտրամաբանական կլինի, որ օրինակ այդ Եվրադաշինքը այդ Լևոն Եվրոյի Բարսեղանենք բանանեն, բողոքարկեն, էլի։ Այս տեսանկյունից Ժամկետները չեն անցել։ Չէ, հիմա պետք է այս Կիրակի օրը, եթե չեմ սխալվում, այս Կիրակի օրը կամ երկուշաբթի օրը վերջնական արդյունքները հրապարակվեն, այդ պահից է շատ կարճ ժամանակ, 2 օր ինչքան է կարճ ժամանակ է բողոքարկման, բայց իրանք արդեն քաղաքական հայտարարություն արել են, ընդունել են եւ պահանջվող 6%-ից շատ հեռու են, 4.5% են, տենց մոտ մի 6-700 ձայնի տարբերություն է, так что այդտեղ տենց շատ տրամաբանական չլինի, չնայած այն ժամանակ այդ մոնես մոտ էլ ավելի մեծ չէր, ավելի փոքր չէր, ավելի ճիշտ ռազրիվը, տեսականորեն հնարավոր է, տեսնենք, ամեն դեպքում այս սցենարը ես հենց ընտրությունների գիշերը հրապարակել եմ, որը որ ենթադրում է նաև դատական իշխանության կողմից ինչ-որ քայլեր, հայցի ապահովման միջոցի կիրառում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, մենք պետք է մի հատ հասկանանք, թե ինչ է լինում մյուս շաբաթվա մեջ, որտեղ մյուս երկու սցենարներ կարող է աշխատեն, մասնավորապես ձերբակալում կալանավորումներ կամ ավականու անդամների ճակերտավոր գողություն։ Ճիշտն ասած, այս վերջի տարբերակը ինձ թվում է ամենաքիչ հավանականը, որովհետև սոտքի թասիբով ժողովուրդ են գյումրեցիները, հիմա այդ դոգի երկու հանրությանը անհայտ, ոչ մեկին ոչ հայտնի մարդկանց պես մարդիկ մի չեմ կարծում, որ այստեղ լինեն, որովհետև ի տարբերություն այն իրավիճակի, որ տետատետ պատասխանատվություն ունեն էլի տարբեր մարդկանց առջև։ Այս տարբերակը համարում եմ ամենաանհավանականը, այն մյուսները հավանական եմ համարում։ Մենք աստիճանաբար փաստորեն process-ի քննարկումից անցանք արդյունքների քննարկմանը, հա։ Եվ իհարկե ամենակարևորը այս արդյունքների մեջ այն էր, որ այսքան ասում էին նախկիններ, ես չեմ ուզում այստեղ նախկինները կոնկրետացնել, անձնավորել, հա, ուրեմն երկրորդ ու երրորդ նախագահներով, որովհետև կողմը ակնհայտորեն նրանք այս process-ի մեջ չկային, չեն մասնակցում։ Իրենց դեմքով, բայց հա, իրենց դեմքով չկային։ Բայց մենք տեսանք, որ իսկապես ուրեմն մարդիկ գնացին ընտրեցին նախկիններին, Գյումրիի նախկիններին։ Ուրեմն այն մարդկանց, որ ես չգիտեմ Գյումրիում ինչպես, բայց Հայաստանով մեկ այնքան էլ բարձր ռեպուտացիա չունեն։ Բայց մարդիկ պատրաստ են գնալ նրանց ցայն տալ, միայն թե Նիկոլից ազատվես, հա, ես կարծում եմ շատ կարևոր խնդիր է, հա, այսինքն մենք խոսում ենք Նիկոլի ռեյտինգի մասին, բայց Նիկոլի անտի-ռեյտինգն է մի սարսափելի վիճակում։ Արինակ, ես չգիտեմ, իմ մոտեցումն է, միգուցե այդտեղից ավելի ճիշտ ասես, որ հիմա եկել է այն վիճակը, որ արդեն ամոթ է ասել, թե դու նիկոլական ես։ Նիկոլից այն տվողներ կան, մի 20% հաստատ կա, 20% այն մարդիկ են, ովքեր որ քաղաքական կապվածություն ունեն նրա հետ եւ նրանց ընտանիքի անդամները, պլյուս մարդիկ, որոնք որ նրանից ֆինանսական ակնկալիքներ ունեն, չգիտեմ, աշխատավարձ են ստանում, տենդերներ հաղթում եւ այլն։ Այս ամեն ինչը կարծեմ կա, բայց մնացածի համար հիմա
ուղղակի ամոթ արդեն լինել նիկոլական, հա, եւ նրանք ուղղակի կողքերն են նայում եւ տեսնում են թե ում կարելի է ծայր տալ։ Ինձ հետաքրքիր է, ուղղակի քո մտածումը, քո կարծիքը սրա վերաբերյալ։ Տոկոսային առումով չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ այս 36%-ը, որ ԿՊ-ն գրանցեց, այս 36%-ի գերակշիռ մասը ոչ թե Նիկոլի, այլ Սարիկի ձայներն են, որովհետև դեռ շատերն էին ասում, որ այս մարդը բավական լավ ռեպուտացիա ուներ քաղաքում։ Ես դա չեմ հասկանում, անկեղծ ասած, իրոք չեմ հասկանում էլի, այդ տղայի մեջ ինչ կար, որ տենց բարձր ռեպուտացիա ուներ, ամեն դեպքում հիմա իրանք են իրանց Սարիկն է, այդպես էին ասում։ Կամ հակառակն, եթե բարձր ռեպուտացիա ուներ, խեր գնացել նիկոլական դառել, հա։ Այս շատ լուրջ բան է, որ պետքա քննարկվի, ինձ թվում է, տենց դեվիատիվ հոգեբանության շրջանակներում, էլի շեղումների ինչ-որ տեսակ է, էլի մարդիկ, նորմալ մարդիկ կամ նորմալ մարդու համբավ ունեցող մարդիկ ոնց կարան գնել նիկոլական դառնալ։ Իդեպ այն օր ինքն էլ դա ընդունեց, որ ասեց կադրային սովա, կադրային ճգնաժամը այդ անձնավորությունը կառավարության նիստի ժամանակ։ Այն սենյակում փիղը չի տեսնում են elephant in the room, այսինքն ինչ ասես չի ասում, աշխատավարձն է քիչ, այս ինչը sense չի, այն ինչը նես չի, ամենակարևորը չի ասում։ Դու շատերիս համար այն ռուսերեն բառը, այն հայերեն բառը ասեմ, այդ մեր հնարածեն ժանա, բարևազուրկ ես, նյուրուկապաժատնի ես։ Այսինքն մարդ ես, որի հետ ուղղակի չի կարելի նույն սենյակում գտնվել ինչ-որ բան քննարկել։ Դու էլ քո տոքսիկ ազնվորությունը։ Էսա ամենակարևորը որ չի տեսնում։ Հələ Գյումրին մի կողմ, Հանրապետության, Հայաստանի Նիկոլա Զերծումից հետո այնքան կադրեր են երևալու, այնքան կադրեր են դուրս գալու։ Լիքը մարդ կա, որ ոչ էլ էս ակտիվ պայքարի մեջ է, բայց մարդը իր ճիշտը պահելով ասում է ախպեր ջան, ճիշտ է, ես չեմ պայքարում ձեր դեմ, բայց մերժում եմ ձեր առաջարկները, ձեր հետ չեմ աշխատում։ Էս է ամբողջ հարցը։ Հիմա սա երևաց իրականում Սարիկ Մինասյանի ռեյտինգի, անձնական ռեյտինգի շնորհիվ ԿՊ-ն հավաքեց բավական սոլիդ ձայներ եւ իդեպ ոչ միայն ռեյտինգի, արդեն ասացի, այնտեղ կոռուպցիոն տարբերակներով, պետության անունից պետական բյուջեի հաշվին տարբեր բաներ անելով, տարբեր խոստումներ տալով, տատիկների մահանալուց հետո թաղելու խոստումներ տալով ընդհուպ, ասենք այսպիսի գործիքակազմով, հա, իրանք իրանց 36%-ը պլյուս մենք հաշվի առնենք այն գարաժ ֆիլմի պես, այն որ ասում է եւ всегда за большинство։ Մի 5-ից 10% երևի այսպիսի մարդ կա, որոնք որ միշտ իշխանության կողմից են։ Էրդողանն էլ գա Հայաստանում իշխանության գնալու են, ասեն Էրդողան ջան, ես քո ցավը տանեմ, դա խնդիր չի, այդ ինչ որ մի փոքր 5-ից 10 մաքսիմում եմ ասում, տոկոս մարդկանց համար դա խնդիր չի։ Այս ամեն ինչը հաշվի առնելով այդ 36%-ը կարծում եմ տենց շատ վատ արդյունք չէր իրանց այս հականիկոլական տրամադրությունների մեջ։ Առավել եւս երբ մենք դա համադրում ենք օրինակ Փարաքարի արդյունքների հետ, չմոռանանք որ Փարաքարում էլ էր ընտրություն։ Հա, ես ուզում եմ անպայման դրա մասին։ Իշնորհիվ Գյումրու ընտրությունների, որ իր վրա էր վերցրել ամբողջ այդ քաղաքական բովանդակությունը, ԿՊ-ն երևի այդքան չկարողացավ կենտրոնանալ Փարաքարի վրա եւ ընդդիմությունը իդեմս Վոլոդյա ազգանունը չեմ հիշում կներես Վոլոդյա ջան, փայլուն հաղթանակ տարավ այնտեղ արդեն մեկ ուժի կազմով 56% ձայներով, այնտեղ այլ ուժեր էլ կային, մենակ այնպես չէր որ մնացած ձեները գնացել են ԿՊ-ին։ Էսա։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան էլ Գյումրիի հետ կապված ասեմ, ցանկացած տեղական ինքնակառավարման ընտրություն ունի քաղաքական եւ քաղաքային բաղադրիչներ։ Այսինքն մարդիկ խոսում են նրա մասին, որ այստեղ ասֆալտ կոնեկշների, թափառողջների հարցը կլուծենք, լուսավորության, ֆլանի, ֆստանի եւ այլն, սա մի այսպես խոսույթի ոլորտ է, մյուսն էլ քաղաքական ոլորտ է։ Եվ իրականում ընդդիմությանը հաջողվեց դարձնել սա քաղաքական ընտրություն։ Եվ ընդդիմության մեջ առաջինը Ռուբեն Մխիթարյանն էր այստեղ, որ կարողացավ ճիշտ շեշտադրումներով, ճիշտ հարցադրումներով, հատկապես այդ ինչա այդ դեբատի ժամանակ բերել սա քաղաքական հարթություն եւ իրականում մենք բոլորս հասկացանք, որ այդ Սարիկը ոչ թե պրոստը տենց ԿՊ-ի գլխարկ էր դրել, այլ ընդունել էր ԿՊ-ի կրոնը, որտեղ հակաարցախյան խոսույթ այդտեղ ինքը ձևակերպեց եւ այլն եւ այլն։ Դες խոսեցիր Ռուբեն Մխիթարյանի մասին, ես ուզում եի դա նկատեի, որ այս նախկինների, այսպես ասենք, կամ լավ չասենք նախկինների, ասենք հին ուժերի հաղթանակի
պատճառներից մեկը այն է նաև, որ ուրեմն նոր ուժեր չձևավորվեցին Լեստիկոնի իշխանության 7 տարիների ընթացքում։ Այսինքն նոր ձևավորված ուժը արի քննարկենք, ենթադրենք այդ քո ասած եվրոներն էին, որ ուրեմն չգիտեմ Երևանում ոնց արեցին, բայց Գյումրիում իրենց պարտություն իսկապես բավականին խայտառակ էր։ Նոր ձևավորված ուժը մի հատ ֆիքսենք այն շրջանում, երբ որ Հայաստանը ընդունեց ստորագրեց այդ եվրոյի Եվրոյի պայմանագիրը, որը ցույց էին տալի, որ ժողովուրդն է ուզում, պարզվեց 4.5% ձեր ունեն։ Ժողովուրդը չի ուզում։ Ես ասեք, Ռոբերտ Մխիթարյանը փաստորեն ինքն նոր է մտել քաղաքականության մեջ, նոր ձևավորվող քաղաքական ուժեր, ասած ասած ռազմոնի ժամանակ չի ունեցել, հա, թափարկի ժամանակ չի ունեցել։ Եվ հետաքրքիր էր իհարկե այդ որ ասեցիր Փարաքարում հաղթանակը, կարծեմ ապրելու երկիր չէ կոչում այդ կուսակցությունը, չեմ հիշում, հա։ Ես կարծում եմ, որ իրանք էլ Մանե կուսակցությունը Ռուբեն Վարդանյանի հետ կապված։ Հա, ես կարծում եմ իրանք ուղղակի էլի որպես նոր ձևավորվող քաղաքական ուժ չկարողացան բավականաչափ ռեսուրս ունենալ, որ եւ ուրեմն Փարաքարում ունենան հաղթանակ եւ Գյումրիում հասնել հաջողության, հա։ Ամեն դեպքում գիտես քաղաքական դաշտի համար կարծես այս անցած դիկոլական տարիները ուղղակի կորցրած տարիներ են, հա։ Ցավալի փաստ է թեկուզ համապետական ընտրությունների ակնկալիքով, որովհետեւ այնպես է, որ մեր սահմանադրությունը կուսակցությունների համար է, մեր ընտրությունները կուսակցություններով են եւ կուսակցությունները կարծես թե էլի լավ վիճակում չեն, կուսակցությունները չեն գալիս նորմալ վիճակի։ Չգիտեմ, այս ամեն ինչից արդյոք արագ հետևություններ կարողանան անել քաղաքական ուժերը չեն կարողանա, ամեն դեպքում այս փաստը երևի պետք է արձանագրենք։ Մի կարևոր բան էստեղ ասեմ, չէ, լավ, մի քանի կարևոր բան ասեմ։ Առաջինը ապրելու երկրի մասին զուտ ինֆորմացիա մի քանի 100 ձայն, չեմ սխալվում, մոտ 200 ձայն չհերիքեց իրենց տեխնացուին, որպեսզի 4%-ը հաղթահարեն եւ դառնան հաջորդ ընդդիմադիր ուժը, որ կհայտնվի Գյումրիի ավականիում, շատ ցավալի էր դա։ Այս տեսանկյունից ապրելու երկիրը կարելի է ասել վատ արդյունք չգրանցեց նաեւ Գյումրիում, որովհետեւ շատ մոտ էր։ Սա մեկ։ Երկրորդը, տես մենք խոսում ենք կուսակցությունների մասին, ըստ էության պարլամենտարիզմի մասին ենք խոսում, եւ պարլամենտարիզմը ենթադրում է բանակցություններ։ Իմ կարծիքով խնդրեմը նաեւ այն էր Գյումրիի այս հետընտրական օրերի, որ դե ֆակտո բանակցություններ տեղի չունեցան։ Այսինքն ես այսօր Վարդան Ղուկասյանի լսեցի, ասես որ չի Վարդան Ղուկասյանի, հա, եղան հրապարակային, կարելի ասել ուլտիմատիվ բնույթի հայտարարություն Վարդան Ղուկասյանի կողմից եւ որ հետեւյալն էր։ Եկեք պայմանավորվենք, ով որ առաջի ամենաշատ ձեներ ստացած ընդդիմադիր ուժն է իրենց ներկայացնում, նա էլ թող դառնա քաղաքապետ։ Չէ, այսպես էր իր ասածը։ Ով ուզում է լինի, ես լինեմ ես, ուրիշը լինի ուրիշը։ Ինչն էր այստեղ խնդրահարույցը, որ դե պարզ էր, որ դու ես լինելու, էլի։ Բոլոր հարցումները դրա մասին են խոսում, որ երկրորդը Վարդանն է, այսինքն ինքը խոսում էր իր մասին, ինքը առաջարկեց, որ ինչ որտեղ դա ուլտիմատիվ ինչ որ մի բան էր։ Ճիշտ է, այն բանից հետո, երբ որ սկզբից Կարեն Սիմոնյանը, հետո Ռուբեն Մխիթարյանը միացան, արդեն ոնց որ այդ ուլտիմատիվ առաջարկը դարձավ մեծամասնության 4-ից 3-ի առաջարկը։ Եվ դրա մասին էր խոսում Մարտուն Գրիգորյանը ըստ էության։ Մյուս կողմից մենակ քաղաքապետի հարցը չի, 1000 հարց կար քննարկելու։ Օրինակ նույն Վարդան Ղուկասյանը հայտարարեց, ասեց, ոչ մի դեպքում առաջի տեղակալը ես ոչ մեկին չեմ տա։ Չնայած ոչ մեկ ոնց որ չէր ակնկալում կամ հավակնում առաջին տեղակալի։ Բայց դա քննարկման ենթակա էր, ինչքան կարող էր ամենամեծ ուժը հավակներ քաղաքապետի պաշտոնին, նույնքան էլ, եթե ոչ ավել, կարող էր երկրորդ տեղը գրաված առավել մեծ ընդդիմադիր ուժը, առավել եւս տարբերությունը շատ մեծ էլ չէր, էլի, ինձ չէր որ տենց հսկայական էր։ 20.5-ը ընդդեմ 15.5-ի։ Հա։ Այս պայմաններում նա էլ կարող էր, այսինքն խնդրեմը այն էր կարճ ասած, որ դե ֆակտո բանակցություններ չեղան, ինչ որ մի սենյակ չնստեցին 4 հոգով,
Մենք էլ տեսնենք, ասենք, տես ինչ սիրուն քաղաքական մշակույթ է, թուղթուղրիչներով մտան, խոսեցին, վերջը որոշմամբ դուրս եկան, ասացին ժողովուրդ ջան, մենք այսպեսի որոշում ենք կայացրել, սա սենց ա լինելու, նա նենց ա լինելու։ Դա եղավ ավելի շատ տենց հրապարակային, հիմնականում ուլտիմատիվ տեքստերի ձևով, եւ ամենակարևորը այդ 3-4 օրը, երկուշաբթիից մինչեւ ուրբաթ, մի հետաքրքիր շրջան էր, որը տարական տրամաբանության դեմ այդ 4 օրվա մեջ ինչ ասես չլսեցինք։ Մարտուն Գրիգորյանը պրավալ է տալու ամեն ինչ, որովհետև Սերժը բերել է Նիկոլին։ Ինչ որ սենց տրամաբանություն է, որ ասում է դուփը քառակուսիա օրը մեջինը կլորա։ Այդ մարդկանց տրամաբանությամբ ստացվում է, որ քանի որ Մարտուն Գրիգորյանը վերջում հայտարարեց, որ ինքը չէ զայները տալու է Վարդան Ղուկասյանին, ուրեմն Սերժը չի բերել Նիկոլին։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, այդ ինչ տրամաբանություն է, մեկը մյուսից ոնց է բխում, շշմելու բաներ էլի, ուղղակի այդ 4 օրը ես աշխատում էի Facebook չմտնեի, որտեվ նախկինում լուրջ մարդկանց համբավ ունեցող շատ մարդկանց կողմից մեկ էլ ինչ որ սենց է, ուրեմն նենց է, որ սենց չի, ուրեմն էս չի, այ ախպեր ջան, այս այդ ինչեր եք գրում։ Դες ինչ որ մի լուրջ այսպես ասած մի քիչ ես քեզ ասած քաղաքագետների, հա, ինչ որ մի խումբ կա Հայաստանում, չգիտեմ, բլոգերների, քաղաքագետների, որոնք որ շատ ուշադիր հետևում են, թե որտեղ է ճանճը տզում, եւ այդ ճանճի տզնալը հայտարարում են, որ սա կապված է նրա հետ, որ ուրեմն Սերժը Նիկոլին բերեց։ Սերժը բերել է Նիկոլին, հա, տեսեք։ Հա, ցավալի էլի, ուղղակի սա իմ կարծիքով շատ վատ, շատ արատավոր բան է մտել այս քաղաքական շրջանակներում, որը առաջիկայում շատ մեծ վնասների կարող է հանգեցնել։ Բայց տես հիմա 3 հատ լույս է երևում քո գլխի վերևում, դա նշանակում է, որ Սերժը բերել է Նիկոլին աղաս ջան։ Այնա, 1 2 Ես կարծում եմ, հա։ Այդ չի։ Եթե 4 հատ լիներ, մեկ էլ տրամաբան։ Կասկածելի է։ Բայց քանի որ 3 հատ է, ուրեմն Սերժը բերել է Նիկոլին։ Այսպես բաներ։ Ավելի մեր ասածը ավելի լուրջ էր, քան շատերի ասածը, էլի այս ժամանակ։ Ես այստեղ մի հարցի մասին եմ ուզում մի փոքր խոսեմ, հենց Մարտուն Գրիգորյանը ինչքան գիտենք, ուրեմն իր եւ Վարդան Ղուկասյանի մեջ լուրջ կոնֆլիկտ կար, այդտեղ ինչ-որ նույնիսկ փոխհրաձգություն են եղել, եղել, բայց անկախ այդ ամեն ինչից, հա, չնայած այդ ամեն ինչին, նա գնաց այս ճանապարհով։ Սա դու ես սիրում ես թեմայով շատ խոսալ, հա, ուրեմն անձնական եւ հանրային բարոյականությունների, ուրեմն հակադրության եւ նրանց մեջ ընտրություն կատարելու խնդիրներ եւ ուղղակի շատ լավ էր, որ տվյալ դեպքում ուրեմն հաղթեց հանրային բարոյականությունը։ Բայց չտուժեց անձնական բարոյականությունը նաեւ, ես էլ ասեմ, որովհետեւ նա նաեւ հայտարարեց, որ իմ ասածը ուժի մեջ է, ես էլի չեմ վստահում այդ մարդուն, ես իր հետ կոալիցիա չեմ կազմում, ես ընդհանրապես ապահովելու եմ, որպեսզի Գյումրին Նիկոլա Զերծվի։ Այս տեսանկյունից ես կարծում եմ շատ լավ լուծում էր, որը որ ինչ որ առումով ոչ թե հակադրության, այլ համադրության արդյունք էր, էլի։ Եվ ասենք այդ ամեն ինչի հետ ընդհանրիկ արի համադրենք նիկոլական բարոյականությունը, հենց քո պաշտպանյալների, հենց քո տատիկների ուրեմն ձերբակալելու հետ էլի։ Խայտարակություն է, սա ինչ ասեմ ես քեզ, ուղղակի չտեսնված, անհեթեթ խաղ է սկսել Հայաստանում, մեկ չէ, կոչվում է բռնոցի պապազոցի, այսինքն եթե պապազեք, ձեզ չեն բռնի։ Ով չպապազես, նրան կբռնեմ։ Եվ այդ խաղը շուտ է սկսել, հիշում ես, հենց այդ Գյումրիի ընտրություններից առաջ, հա։ Այստեղ գիտես որներ ասա, այս տատիկը իմ պաշտպանյալը էլի, չէր հասկանում, ռեալ չէր հասկանում իրան ինչի համար են բռնել։ Այսինքն մարդը դե ասում էր այ բալաջա պետք է բացատրես, փող չեն բաժանի, եթե գիտի որ ոչ փող բաժան ստացել է, ոչ բաժանել լավ, ինձ ինչի համար է բռնել։ Ես իրավունք չունեմ ջրի հարցը լուծեմ, իմ ծանոթներին դիմեմ, որ ինձ օգնեն, ընդ որում ընտրությունների հետ չկապված ընդհանրապես ընտրություններից առաջ, ընտրությունների հետ ոչ մի զուգահեռ չի էս ամեն ինչը մի խոսքով էլի։ Գախնալսել է տատիկին։ Մի այլ տրագեդիա է, էլի։ Հա, գախնալսել է էլի։ Մենակ գախնալսել է։ Որ դրանց հաշվես թե ինչքան ռեսուրս են ծախսել այդ ջրագծի հարցով, ինչ ասեմ։ Ինձ թվում է տենց ասած ջրագից կարելի է փողոպուրը սարքել։ Հա, էլի։
Լավ, տեսեք, այս ամենիչը ուրեմն ինձ զարգացում կունենա ընդհանուր համապետական մակարդակի վրա, այս թվում է շատ շուտով, հա, քաղաքապետի ընտրությունից հետո, ինչպես դու ասացիր, մինչև այդ էլ ինչ-որ պրոցեսներ կարող է գեներացվել, հա, Տեսնենք էլի ինչ այս է քաղաքապետի ընտրությունից հետո տեսնենք ինչ կլինի, էլի։ Ես ուզում եի երկու բառ խոսեի ուրեմն նրա մասին, թե ինչ է մեր մոտ կատարվում, ես չգիտեմ, Հայաստանում երևի այդքան լավ չեն պատկերացնում կամ այդքան չեն կարևորում այս առևտրական պատերազմը, եթե դեմ չես խոսենք այս մասին։ Դե խոսենք։ Ես էլ կիմանամ, որտեվ ինչ որ ականջիս հասնում է ինչ որ առևտրային պատերազմ, բան չեմ հասկանում։ Ինչ առևտրային պատերազմ։ Առևտրականներով հավաքվում են իրար ծեծում են ինչ են անում։ Չէ, ուղղակի Թրամփը մի օրում աշխարհի 180 երկրի նկատմամբ սահմանեց իր ասած տարիֆները իրականում կարծես թե մաքսատուրքեր են, այսինքն Ամերիկան, որ երևի 1918 թվականից սկսած, հա, ըստ Վիլսոնի հիմնական առաջարկներից էր ազգերի լիգայի ստեղծելը, որտեղ պետք է լինի բաց սովերի քաղաքականություն, անմաքս առևտուր։ Հիմա շուռ է գալիս եւ որոշում է, որ պետք է ուրեմն մաքսեր սահմանի մյուս երկրների նկատմամբ։ Ես քեզ ասեմ, որ պատճառը հետևյալն է, ասում են իրանք մեր վրա մաքս են տնում եւ իրանք դրա վրա փող են աշխատում, մեկ էլ մաքս տնենք եւ մեկ էլ փող աշխատենք։ Մարդիկ տեսնում են, որ սա կարող է բերի առաջի հերթին ուրեմն կտրուկ թանկացումների, որովհետեւ շատ ու շատ բաներ կան, հա, շատ ու շատ բաներ կան, որ Ամերիկան ներմուծում է։ Եվ այս ամեն ինչի վրա եթե դնել այս մաքսերը, պարզապես ժողովրդի վիճակը կտրուկ կընկնելու է եւ ըստ որոշ գնահատականների ուրեմն ամեն ընտանիք մոտավորապես $2000 ավելի շատ պետք է ծախսի։ Առաջին առողջության ապրանքների սարսափելի գործերքի վրա։ Հիմա տեսեք այս ամեն ինչը ուր է գնալու, որովհետեւ իսկապես մարդիկ շատ վախեցած են, դու պատկերացրու 2-3 օրվա մեջ ամերիկյան տնտեսությունը կորցրեց $7 տրիլիոն։ Տեսնում ես դա։ Այսինքն բիրժան այդքանով ընկավ եւ ասում են, որ դա վերջին 15 տարվա մեջ, հա, այսինքն անգամ 15 տարվա մեջ ամենամեծ թիվներ, բայց տոկոսային առումով համեմատում են, որ բանից հետո այդ COVID-ի պանդեմիայի ժամանակ այսքան մեծ անկում։ Արի ես Հայաստան ես սրա հետ կապ։ Հա։ Ամերիկան, որ ասում ես տարիֆ ա դրել կամ մաքս ա դրել, այն երկրների նկատմամբ ա դրել, որ իրանք ունեն Ամերիկայի ապրանքների վերաբերյալ տաքսեր, հա, մաքսեր։ Տես, հա, կամ ունեն Ամերիկայի ապրանքների։ Այդ մարդը ասում է, դուք մեզ եք մաքս դնում, ես էլ ձեզ եմ դնում, դրա խնդրեմը ո՞րն է, ես էլ չեմ հասկանում։ Դրա խնդրեմն է, որ Ամերիկայի թանկանում է այդ ամեն ինչը։ Այս ամբողջ։ Լավ, այլի, իսկ դուք չեք մտածել, որ տենց անում, որ նրանք մաքսերը հանեն, ինքն էլ հանի։ Հա, կա նման բան, տեսար, աղաս, դու էլի է Թրամփի դեպ գլխարկը դրեցիր մի հաղորդումը լը նորմալ էր։ Ես էլ չեմ։ Բարի գիշեր, մինչև իսկ Իրաքի։ Վերջ։ Գլխարկը քեզ եմ նվիրելու։ Դե լավ։